Ողջույններս բոլորիդ, այս անգամ էլ պատրաստել եմ լեչոյի մի հնացված, մոռացված տարբերակ, որն ավելի հայտնի էր մեր տատիկների երիտասարդության տարիներին, որքանով որ ես եմ տեղյակ, պատկանում է վրացական խոհանոցին։ Մեզ անհրաժեշտ է 5 կգ լոլիկ, 3 կգ բուլղարական գունավոր պղպեղներ, 1,5 կգ սող, 1,5 կգ գազար։ Լոլիկը կարող եք աղալ, կարող եք բլենդել, սոխը կտրատելու ենք կիսալուսնաձև, գազարներն ու պղպեղը ոչ շատ խոշոր, ոչ շատ մանր, ինչպես ցուցադրել եմ։ Վերցնում ենք համապատասխան կաթսան, դնում գազօջախին, ավելացնում ենք 1,5 բաժակ ձիթայուղ, դաղում ենք, այնուհետև ավելացնում ենք մեր կտրատած սոխը։ Այդպես շոգեխաշում ենք 15 րոպե և ավելացնում ենք մեր լոլիկի հյութը։ Եվս միասին 20 րոպե շոգեխաշում ենք և ավելացնում ենք մեր կտրատած գազարները։ Ընթացքում տեսնում ենք, որ լոլիկի հյութը պակասում է, նշանակում է, որ ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով, եռը տեղն է և սկսում է հյութը խտանալ, այդպես էլ պետք է լիներ։ Հետո ավելացնում ենք մեր կտրատած պղպեղները։ Զգուշորեն խառնում ենք, տեսեք արդեն ինչ գեղեցիկ տեսք է ստացել։ Մեզ պետք է նաև 1 բաժակ շաքարավազ, 2-ից 3 ճաշի գդալ աղ, մի քանի դափնու տերև, մի քանի հատիկավոր սև պղպեղ և 3 հատիկ մեխակ։ Եփելուց 5-10 րոպե առաջ ավելացնում ենք 2 ճաշի գդալ քացախաթթու։ Բույրը տարածվել է խոհանոցով մեկ, շատ անուշ, էլ չեմ ասում գույները, ինչքան հաճելի հյութեղ, վառ արտահայտված գույներ են։ Այս լեչոյի պատրաստման ընթացքում չենք օգտագործում ոչ մի կողմնակի համեմունք, ոչ կանաչի, ոչինչ, ինքն իրենով այնքան համեղ է, որ ոչ մի ավելորդ կողմնակի համ պետք չի իրեն, դուք էլ փորձեք, կհամոզվեք, և իհարկե կարծում եմ մեր տատիկներն էլ կհիշեն իրենց երիտասարդության տարիները, պատրաստեք սիրով և գոհացրեք ձեր հյուրերին, ձեզ բարի դիտում։